Բարև ձեզ, իմ զրուցակիցը գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանն է։ Խոսելու ենք արտամարմնային բեղմնավորման, էկոյի, փոխնակմարության եւ անպտղության մասին։ Որ դեպքերում է ցուցված արտամարմնային բեղմնավորումը, էկոն։ Եթե խոսենք արտամարմնային բեղմնավորման հստակ ցուցումներից, կարելի է երկու մեծ խմբի բաժանել՝ կանացի գործոնով պայմանավորված եւ տղամարդկային գործոնով։ Տղամարդկային գործոնով դրանք սերմի, որակի եւ քանակի այնպիսի շեղումներն են, որոնց ժամանակ բնական ճանապարհով հղիանալը խոչընդոտվում է, անգամ սերմնավորումով կամ այլ բուժման մեթոդներով հնարավոր չի։ Այսինքն սերմը որոշակի խնդիր ունի։ Եթե սերմը խնդիր ունի, հետո ինչպես է էկո ճանապարհով։ Այսինքն որոշակի միջամտություն է արվում։ Պարտադիր արտամարմնային բեղմնավորումը իրենց ինչ է ներկայացնում որպես մեթոդ կանացի եւ տղամարդկային սեռական բջիջների միավորումն է լաբորատոր պայմաններում, սաղմիկի ստացումը, աճեցումը, ապա ստացված արդեն մեծացած սաղմիկի տեղադրումը արգանդի խոռոչ եւ հղիությունը արդեն արգանդային կնոջ կողմից։ Երբ որ սերմի որակը շատ վատն է լինում, այսինքն քանակային շատ ցածր է լինում, որակային շատ վատ է լինում, այդ ժամանակ սաղմնաբանը ընտրում է լավագույն սերմնաբջիջներին բեղմնավորման համար։ Անգամ մեկ սերմնաբջիջը հնարավորություն է տալիս ունենալու երեխա բեղմնավորելով ձվաբջիջին։ Հետաքրքիր է, որ բնությունը չի կարողանում ընտրել այդ մի բջիջը, բայց արհեստական ճանապարհով դա տեղի ունենա։ Այո, որովհետև բնության կողմից նման մարդիկ այն ստատիստիկայի մեջ են, որ իրենք ինքնուրույն երեխաներ չեն կարող ունենալ կամ կարող է ընդհանրապես չեն կարող ունենալ, որովհետև կան այնպիսի խնդիրներ տղամարդկային, երբ որ սերմնաբջիջներ ընդհանրապես չեն արտադրվում։ Բայց հիմա ժամանակակից բժշկությունը դրա համար էլ լուծում ունի եւ մոտ 50% դեպքերում հաջողում է։ Նույնիսկ եթե սերմնաբջիջ չի արտադրվում, այդ դեպքում ինչպես է արվում։ Տղամարդու ամորձուց բիոպսիայի միջոցով գտնում են այնտեղ սերմնաբջիջներ եւ նորից լաբորատոր պայմաններում բեղմնավորում կնոջ ձվաբջիջի հետ։ Ստանում սաղմիկ, որը տեղավորելով արգանդի խոռոչ շանս է տալիս տվյալ զույգին բալիկ ունենալու։ Իսկ կանանց դեպքում որ խնդիրներ են։ Կանանց խնդիրները ավելի շատ են, որովհետեւ եթե տղամարդկային խնդիրները բոլոր խնդիրները բերում են միայն մեկ վերջնական խնդրի առաջացմանը, դա սերմի որակի եւ քանակի խնդիրներն են, ապա կանացի խնդիրները բազմաթիվ են, քանի որ արտամարմնային բեղմնավորման ցուցումների մեջ կան արգանդային գործոններ, արգանդափողային գործոններ, երբ կնոջ արգանդափողերը, որոնք որ ի բնություն ստեղծված են սերմնաբջիջին հասցնելու ձվաբջիջին, բեղմնավորված սաղմին բերելու եւ արգանդի խոռոչ ամրացնելու համար։ Երբեմն արգանդափողերը անանցանելի են լինում։ Դա կարող է լինել ինֆեկցիոն պատճառներով, դա կարող է լինել նախկինում տարած վիրահատություններ, կպումներ, այլ խնդիրներ, որոնք որ չգիտենք։ Ձվարանային խնդիրներ կարող են լինել, երբ որ կնոջ մոտ ֆոլիկուլները, դրանք այն հեղուկներն են, պարկիկներն են, որոնք պարունակում են ձվաբջիջներ, իրանք վատ են արտադրվում կամ երբ որ արտադրվում են, իրանք ձվազատում չեն առաջացնում։ Այդպիսի կանանցել է ցուցված կատարել արտամարմնային բեղմնավորում, երբ կնոջ մոտ ձվազատումը բացակայում է։ Դա կարող է լինել եւ ցածր պաշարով կանանց մոտ, որովհետեւ երբեմն առանց շատ դեպքերում անհայտ պատճառի եւ որոշ դեպքերում էլ հետ վիրահատական պատճառներով կնոջ մոտ կարող է ձվարանային պաշարը նվազել, այսինքն կինը իր պոտենցիալը վերարտադրողական կորցնի։ Այդ ժամանակ ձվազատումն է խախտվում, որակն է ձվաբջիջների խախտվում եւ դրա հակառակ պատկերն է պոլիկիստոզ ձվարանների ժամանակին, երբ որ ձվազատումներ չեն լինում, իհարկե ավելի քիչ տոկոս դեպքերում պոլիկիստոզ ձվարաններով կանայք շատ հաճախ կարող են եւ ինքնուրույն հղիանալ կարգավորելով ձվազատումը, բայց 10%-ից քիչ դեպքերում կանանց ում ձվազատումը չի լինում, իրենց նույնպես ցուցված է անել արտամարմնային բեղմնավորում։ Կան բազմաթիվ այլ պատճառներ, նաև անհայտ ծագման անպտղության պատճառը, երբ կնոջ մոտ եւ տղամարդու մոտ ամեն ինչ իբրև նորմալ է, հետազոտված են, ոչ մի խնդիրներ չունեն, բայց հղիություն չի գրանցվում։ Այ արտամարմնային բեղմնավորումը հանդիսանում է բուժումներից մեկը։ Կնկարագրեք դա ինչ է իրենից ներկայացնում։ Իհարկե, արտամարմնային բեղմնավորումը դա սեռական բջիջների, այսպես ասած, միացումն է լաբորատոր պայմաններում, բայց միջազգ պրոցեդուրաներով են հատուկ անցնում։ Կանանց եւ տղամարդկանց հետազոտությունից հետո սկսում է կնոջ ձվարանների խթանման շրջանը։ Դա մոտավորապես 8-ից, այո, անպայման 8-ից 10 օր կինը ամեն օր ստանում է ներարկումներ ենթամաշկային փորիկից, որոնք որ բերում են նրան, որ ոչ թե մեկ ֆոլիկուլ աճի, այլ հնարավորին է շատ 10-15։ Դա չի ազդում կնոջ առողջության վրա, բացասաբար գիրանում են, թե դրանք չի ազդում, որովհետև հետազոտությունները ցույց են տվել, որ չի ազդում եւ հատկապես հետազոտվել են այդ դեղորայքան այն առումով, որ հանկարծ չառաջացնեն կրծքագեղձի քաղցկեղ եւ այլ խնդիրներ կնոջ օրգանիզմում։ Վիճակագրությունը փաստում է, որ չկա կապ։ Չկա։
Նույն կանայք, ովքեր որ արել են արտամարմնային բեղմնավորում, ստացել են այդ դեղեր, նույնպես հաճախակի են հիվանդանում նույն ասեն կրծքագեղձի քաղցկեղով, ինչ որ այն կանայք, ովքեր որ ոչինչ չեն արել։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ ռուս երգչուհիներից մահացան եւ կապեր էին փնտրում, ասում էին էկոյով հղիացել է, գուցե կապեր կա, թե այդ կապերը ամեն դեպքում չի ապացուցվել։ Չի ապացուցվել եւ իրականում դեղորայքը ինքը չի առաջացնում քաղցկեղ, բայց եթե կնոջ օրգանիզմում կա քաղցկեղ, արդեն որը դեռ հայտնաբերված չէ, ինքը կարող է ավելի շուտ հայտնաբերել դա, ավելի շուտ խթանել աճը, բայց ինքնստինքյան չի արել։ Շատ լավ, խթանելուց հետո հաջորդ փուլն է, որը կոչվում է ձվարանների պունկցիայի փուլ, դա հիմնականում կատարվում է ներերակային ազգայացմամբ, այսինքն կինը քնած է լինում, քանի որ ամենացավոտ փուլն է ամբողջ արտամարմնային բեղմնավորման մեջ։ Այդ ժամանակ կնոջ ձվարանները վիրահատարանում հատուկ ասեղիկներով, սոնոգրաֆիայի հսկողության տակ ներհեշտոցային պունկցիային անում բոլոր ֆոլիկուլները, հանում են ձվաբջիջները եւ փոխանցում այդ ֆոլիկուլյար հեղուկը էմբրիոլոգին։ Էմբրիոլոգը այն մենք շատ հաճախ ասում ենք կախարդուհին է, ով սկսում է արդեն կախարդել լաբորատորիայում, այսինքն այդտեղ հայտնաբերում է ձվաբջիջներին, ամուսին այդ ժամանակ հանձնում է սերմ, մշակում են սերմը եւ սկսում է բեղմնավորման process-ը։ Բեղմնավորման նույնպես տարբեր տեսակներ կան։ Կա հենց բնական դասական արտամարմնային բեղմնավորման process-ը, երբ որ հատուկ քանակի մշակված, զտված սերմնաբջիջները լցնում են այսպես ասած ձվաբջիջի շուրջը եւ իրանք ինքնուրույն սկսում են բեղմնավորել ձվաբջիջին։ Եվ կա մյուս տարբերակը, որը կոչվում է X-ի, դա հատուկ ծանր սերմերի համար է, ինչպես նախապես ասեցի, են սերմերը, որոնք նույնիսկ ամուրձու մեջից են հատիկ ամեն մեկը sense ոսկու հատիկ գտած սերմնաբջիջները, իրանց նույնպես X-ի մեթոդով են բեղմնավորում, դա հատուկ սաղմնաբանը վերցնում է այդ սերմնաբջիջին եւ ներարկում ձվաբջիջի մեջ, չի թողնում, որ իրենք բեղմնավորվեն։ Կնոջ օրգանիզմը արդեն տեղադրվում է բեղմնավորված սաղմ։ Այո, արդեն աճացնում ենք 5 օր լաբորատոր պայմաններում, ընտրում ենք լավագույն սաղմերին, հիմա շատ հաճախ նաև անում ենք սաղմերի գենետիկա, որպեսզի նախապես իմանանք, որ սաղմը առողջ է, խնդիր չունի, այդպիսի հետազոտություններ կան։ Կարող եք նախապես իմանալ։ Ընդհանրապես բոլոր խրոմոսոմները կարող են կարիոտիպը սաղմիկի կարող են ստուգել, այսինքն դա կարա բացառել ամենահաճախակի հանդիպող Դաունի համախտանիշը, Էդվարդսի պատաոյի համախտանիշները, որոնք ստատիստիկայի ավելի շատ հաճախ են հանդիպում։ Այսինքն դուք կարող եք ստուգել եւ երաշխավորված արդեն սաղմը տեղադրել, իմանալով, որ խրոմոսոմային շեղումները չկան։ Այդ հետազոտությունը նոր է, թե միշտ արվել է։ Վերջին տարիների վերջին մի քանի երևի մոտ 5-ից 7 տարիների ընթացքում է։ Հիմա ակտիվ է արվում արդեն, բայց վերջին 5-7 տարիներն են Հայաստանում ավելի շատ սկսել անել։ Էլ ինչ կարող է։ Ես գիտեմ, որ նաև սեռն է, չէ՞, հնարավոր որոշել սաղմի, թե Հայաստանում դա չի իրականացվում կամ իրականացվում է բացառիկ դեպքերում։ Հայաստանում սեռը կարելի է այդ տեստով որոշել, բայց այդ ցուցումով չի արվում արտամարմնային բեղմնավորում, որտեղ մեր օրենքին դեմ է։ Մենք իրավունք չունենք սեռով պայմանավորված արտամարմնային բեղմնավորում անել։ Եթե դա չի ցուցումը բայց սեռը երևում է, այո։ Սեռը նախապես կարող են իմանալ։ Միջև տեղադրելը, այո, անպտղությունը իրեն կարող են իմանալ նաև սեռը, որտեղ լաբորատորիաներ կան, որ դա տալիս են, լաբորատորիաներ կան, որ սեռի պահը փակում են, որ իմանա, որ միայն տեղադրվում է առողջ սաղմի։ Հիմնական պահանջարկը ինչպեսին է։ Մեծ է պահանջարկը, որ ուզում են անպայման սեռը իմանալ, թե եթե մարդը հասել է արդեն արտամարմնային բեղմնավորման, եւ իր համար կարևոր է, որ երեխա լինի։ Այո, իրականում կան այդպիսի կազուիստիկ դեպքեր, որ պացիենտներ գալիս են, այսինքն 20 տարի անպտղություն կամ 15 տարի ասում եմ բժշկուհի ջան, ուզում եմ հղիանամ ու տղա ունենամ։ Ասում ասեմ մի հատ եկեք փորձենք տեսնենք կարողանում ենք ձեզ օգնել հղիացնել, հետո նոր սեռը, որովհետև սեռը այստեղ երկրորդային է լինում, այստեղ կարևոր է լինում զույգին բարիք պարգևել, բայց ասեմ մեր օրենսդրությամբ, եթե զույգեր ունեն 3 եւ ավելի նույն սեռի երեխաներ, միայն իրանք ցուցումով կարող են դիմել արտամարմնային բեղմնավորման, սեռը որոշել, այո, որովհետև որպեսզի չգնան ընդհատումների, աբորտներ չանեն ամեն նույն սեռի բալիկին, դա էլի մեթոդ է ընտրելու այն սաղմիկին, այն սեռը, որը որ ուզում են, ամեն աբորտը կնոջ համար դա բայց երբ որ սեռը արդեն հասանք փուլին, որ սաղմը տեղադրվում է, սաղմը տեղադրվելուց հետո ամեն երրորդն է, չէ՞ թե ավելի հազվադեպ է լինում, որ հղիությունը զարգացող է լինում։ Չէ, ավելի հազվադեպ չի լինում, եթե հետազոտված սաղմիկներ են լինում գենետիկորեն, իրենց շանսերը ծնվելու շատ ավելի մեծ են լինում։ Որքան է շանսերը։ 50%-ից ավել են։ Իսկ դա արտամարմնային բեղմնավորման համար համարվում է մեծ տոկոս։
որովհետև միջինում 30-40% է լինում հաջողության շանսը։ Այսինքն եթե սաղմը տեղադրվել է, դեռ փաստ չի, որ հղիությունը կզարգանա, լինում է, որ չի զարգանում։ Այսինքն վիժում են ունենում կանեն։ Չի էլ ամրանում սաղմիկը։ Կան բազմաթիվ պատճառներ արգանդում եւ նույն չհետազոտված սաղմի պայմաններում, որ կարող են խանգարել իմպլանտացիային, այսինքն սաղմիկի ամրացման արգանդի խորոջ։ Միջինում քանի փորձից է դա տեղի ունենում։ Համարվում է, որ զույգը երբ որ անում է 3 արտամարմնային բեղմնավորման փորձ, 90%-ից ավել է իր հղիանալու շանսերը։ Եթե չէ, պետք է ավելի խորը պատճառներ գտնել կամ ուրեմն կան այնտեղ ավելի խորը պատճառներ նույն արգանդի գործոնում, որը որ հենց ցուցումներից մեկն է, չստացված էկոները, արտամարմնային բեղմնավորումները հենց ցուցում են քայլ առաջ անելու այլ մեթոդի դիմելու։ Մեկը հենց փոխնակ մայրության ծրագրերի մասնակցությունը։ Կխոսենք, դա շատ կարևոր թեմա է, որ դեպքերում էկո չի արվում։ Եթե կինը ունի նախ առողջական այնպիսի խնդիր, որ իրեն չի կարելի հղիություն կրել, առաջնահերթ, այսինքն հղիություն կրելով ինքը կվնասի իր առողջությանը։ Օրինակ կան այդպիսի սրտի խնդիրներ առողջական, որոնք որ հղիանալու դեպքում կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ եւ կյանքի ցուցումով ընդհատվի հղիությունը։ Կան խնդիրներ, օրինակ նույն նորագոյացությունները, այսինքն եթե ունի քաղցկեղային կամ սահմանային ինչ-որ խնդիրներ, որոնք որ մասնագետները ասում են, որ չի կարելի միջև չլուծել այդ հարցը կամ տվյալ կնոջը ասում են, որ չի կարելի ինքնուրույն կրել։ Երբեմն լինում է, որ կինը կարող է իր ձվաբջիջներով ստանալ սաղմիկներ, բայց ինքնուրույն չի կարող կրել, քանի որ ունի օրինակ այլ քրոնիկական հիվանդություններ, զարկերակային հիպերտենզիա, շնչման բարձրացումներ, շատ համակարգային հիվանդություններ, դրանք տարբեր ռևմատիկ հիվանդություններն են, որոնց պատճառով կարող են նույնիսկ այնպիսի դեղորայք խմել, որ անգամ ձվաբջիջ չկարողանան իրանից ստանալ։ Իրականում բազմաթիվ են հակացությունները կամ սուր բորբոքային process-ներ, որոնք կան այդ պահին, որոնք բուժվելուց հետո կարելի է գնալ առաջ։ Հիմա Հայաստան պետպատվերը իրականացնում առաջին փորձը։ Առաջին փորձն էլ, երկրորդ փորձն էլ եւ ասեմ ավելին, անցած տարվա օգոստոսից շատ մեծ դրական տեղաշարժ է եղել, այսինքն տարիքային շեմը բարձրացել է առաջին փորձ, առաջնային անպտղությամբ զույգերը, ովքեր ընդհանրապես երեխաներ չունեն, 35 տարեկանից բարձրացել է 40 տարեկան, այսինքն մինչև 40 տարեկան կանայք, ովքեր 2 եւ ավելի տարի փորձում են հղիանալ եւ չի ստացվում, կարող են դիմել պետպատվերի աջակցությանը։ Բայց առաջին փորձն է։ Այո, երկրորդ փորձի դեպքում 50% զեղչվում է, այո։ Երրորդ փորձը արդեն վճարովի է լինում։ Իրականում պետության ծրագրերից մեկը երկու չստացված նախկինում փորձը կարող է պատճառ լինի, որ պետության տվյալ ծրագրին զույգը չկարողանա մասնակցի, համարելով որ իրեն շանսերը ցածր են։ Օրինակ, իրեն սեփական ձվաբջիջով շանսերը ցածր են, բայց իրեն կարող են դիմել դոնորական ձվաբջիջով ստանալ աջակցություն։ Եվ իհարկե հիմա որպես նորություն դա նաև երկրորդային անպտղություն է, այսինքն այն կանայք, ովքեր որ ունեն երեխաներ, մեկ բալիկ, մինչև 36 տարեկան ներառյալ կարող են դիմել նույնպես անպտղության այդ ծրագրի հաղթահարմանը։ Նույնիսկ եթե իրենք արդեն բալիկ ունեն։ Այո, մեկ բալիկ ունեցող կանայք կարող են դիմել։ Սա շատ մեծ հնարավորություն է իրականում տվել, որովհետև մարդիկ, ովքեր որ ֆինանսապես չեն կարողանում արտամարմնային բեղմնավորման ծախսերը հոգել, պետությունը իրենց փոխարեն հոգում է եւ կենտրոններն բոլոր բժիշկներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի հղիանան պացիենտները եւ մաքսիմում ճիշտ օգտագործվի պետական գումարները։ Միֆեր եւ մոլորություններ կան այս թեմայի հետ կապված, համեմատաբար նոր մեթոդ է, կարելի ասել եւ նաեւ հասկանալի է մտավախությունները, արդյոք արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների առողջական կամ հոգեբանական վիճակը տարբերվում է բնական ճանապարհով ծնված երեխաների։ Իրականում չի տարբերվում, դա ամենահաճախակի հանդիպող միֆերից է, չի տարբերվում, երբեմն նույնիսկ ավելի առողջ են լինում, քանի որ հատկապես երբ ընտրվում են գենետիկորեն առողջ սաղմիկներ կամ ընտրվում են լավագույն սաղմիկները, խնդիր չի լինում։ Եվ դա ես չեմ ասում, դա հետազոտություններն են ցույց տալիս, որ ԱՄԲ-ով ծնված երեխաները ոչինչով չեն տարբերվում բնական ճանապարհով ծնված երեխաներից եւ նույնիսկ շատ դեպքերում իրանք եւ ինքնուրույն հղիանում են եւ ինքնուրույն, այսինքն անպտղության խնդիր այդ երեխաները չեն ունենում։ Եթե ցուցված է
զույգին էկոյով հղիանալ համարում են, որ իրենք ունեն անպտղություն։ Անպտղություն ախտորոշումից հետո է արվում էկոն։ Այո, իհարկե պետք է ունենան հստակ անպտղությունը որպես ախտորոշում։ Մենք երբ ենք տալիս այդ ախտորոշումը, սովորաբար երբ որ 1 տարի զույգը ապրում է կանոնավոր սեռական կյանքով, առանց հակաբեղմնավորիչների եւ պաշտպանվելու կիրառմամբ եւ չի հղիանում։ Դա կիրառել է մինչեւ 35 տարեկան զույգերին։ Հիմնականում 35 տարեկանից մինչեւ 40 տարեկան զույգերի համար համարվում է անպտղությունը ավելի ցածր ժամկետ, մոտ 6 ամիս համարվում է, եթե չի հղիանում զույգը, ուրեմն դա իրականում կնոջ տարիքն է հաշվի առնում, որովհետեւ կանանց մոտ տարիքի հետ ձվարանի պաշարը նվազում է։ Տղամարդկանց մոտ նույն տեսակի սերմնաբջիջը կարող է բավականին երկար այդպեսին մնալ։ Իսկ 40 տարեկան կանանց մոտ համարվում է, որ եթե կինը 40 տարեկանում է սկսում պլանավորել կամ ամուսնանում է 40 տարեկանում, անմիջապես գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգի հետ պլանավորի հղիությունը, քանի որ իրենց մոտ ավելի շատ արագ է այդ ամենը սկսում անպտղության հիմնական պատճառները որոնք են հիմա։ Թիվը ավելացել է վերջին տարիներին, ինչով է պայմանավորված։ Թիվը ավելացել է, դժվար է ասել ընդհանուր ինչն է, բայց նախ ասեմ, որ արական եւ իգական գործոնները հավասար են գնում, այսինքն առաջ համարվում է, որ անպտղությունը դա կնոջ խնդիրն է, տղամարդը խնդիր չունի, իսկ եթե նույնիսկ խնդիր ունի, դա կնոջ խնդիրն է։ Կինը պետք է բուժվի ու այնպիսի դեպքեր էին լինում, որ տղամարդուն չհետազոտած տարիներով կնոջը էլ վիրահատում էին, էլ ինչ ասես ասում են, բայց մի հատ սերմի անալիզ չէին հանձնում։ Հա, վերջում բարձում է, որ տղամարդկային գործոն է, եւ ցավոք սրտի երբեմն այդպես էլ է լինում, որ ամուսնալուծվում են այդ հողի վրա, բայց ես միշտ եւ համոզվել եմ դրանում, որ երեխան ընտանիք չի միավորում, ցավոք սրտի, քանի որ պացիենտները կարող են գալ, չարչարվել, ունենալ արտամարմնային բեղմնավորումով, սերմնավորումով կամ բնական ճանապարհով հղիություն, բայց հետո ամուսնալուծվել, որովհետև կարևորը այն սերն է, որ կա երկու անձի միջև։ Ընտանիքը առաջնահերթ այդ կինն ու տղամարդն են։ Եթե իրանք սիրում են, եթե այդ խնդիրը իրենցն է, ուրեմն ամեն ինչ լուծելի է։ Իսկ եթե հույս ունեն, որ երեխան ծնվի, իրենց հարաբերությունները կլավանան կամ ինչ որ բան կլինի, դա կյանք ցույց է տալիս, որ չէ։ Երեխան չի փրկում։ Իհարկե, իսկ պատճառներն էլ բազմաթիվ են, ինֆեկցիաներ, հորմոնալ խնդիրներ, նույն կանանց մոտ կարող է լինել շատ վիրահատական մեթոդներից, որ երբ որ վիրահատություն են անում, հա, եւ հեռացնում են ինչ-որ կիստաներ, որոնք կարող են ինքնուրույն անցնել կամ օրինակ կուրյաղիքի վիրահատություն է անցնում երիտասարդ տարիքում։ Աղջիկը, չէ, կուրյաղիքի վիրահատությունը չի ազդում, բայց երբ որ կուրյաղիքի վիրահատությունը անում են, հետո կողքը ասում են մենք նաեւ որպես լավություն հեռացրել ենք մի հատ կիստա ուներ եւ այդ կիստան ֆոլիկուլար կիստա է լինում, որին պետք չէր ձեռք տալ։ Դա մեխանիկորեն նվազեցնում է շանսը հղիանալու, բայց ամեն դեպքում ամենակարևորը, որ ժամանակին ախտորոշվի, ժամանակին դիմեն բժշկի եւ հետազոտվեն։ Վերջին տարիներին կանայք սկսել են ավելի ուշ ամուսնանալ, դա չի ազդում։ Իհարկե ազդում է, բայց դրա համար ժամանակակից բժշկությունը նորից ունի պտղաբերությունը պահպանելու մեթոդ, դա ձվաբջիջների սառեցումն է։ Այսինքն, եթե կինը մինչև 35 տարեկան չի գտնում այն մարդուն, ում հետ ուզում է կիսել իր ճանապարհը, կամ նույնիսկ եթե ամուսնացած է, բայց չեն պլանավորում դեռ մոտակա տարիների ընթացքում երեխաներ, այդ դեպքում գալիս է ձվաբջիջների սառեցման մեթոդը, որը որ հնարավորություն է տալիս կնոջը հետաձգել իր մայրությունը եւ պահպանել իր միաժամանակ իր պտղաբերությունը։ Ինչպես է դա տեղի ունենում եւ արդյոք ձվաբջիջի սառեցումը երաշխավորվում է, որ ապայման բեղմնավորում կլինի, որովհետեւ ես հիմա շատ եմ լսում, որ ընդհանրապես պետք չի շտապել, ձվաբջիջը կսառեցնենք եւ երբ մտքներովս կանցնի, իրականում բժշկության մեջ ոչ մի ճյուղում բժշկության երաշխիքներ չկան, բայց ինչքան շատ ձվաբջիջ է սառեցնում կինը, օրինակ, հա 15-20 ձվաբջիջ եթե կինը սառեցնում է, շանսը մեծ է, որ ինքը 1-2 երեխա կունենա։ Լինում են, որ ձվաբջիջները տարբեր են լինում, կարող է ընդամենը 1 ձվաբջիջ լինել, օրինակ ես այդպիսի պացիենտ ունեի վերջերս արդեն հղիա, ընդամենը 1 ձվաբջիջ ստացանք, 1 սաղմիկ ստացանք եւ 1 հղիություն։ Ուզում եմ ասեմ, դա որակից էլ է կախված, այնպես որ ամեն դեպքում հնարավորություն է կանանց լսելու, իմանալու, որ իրանք ունեն ընտրության հնարավորություն սառեցնել իրենց ձվաբջիջները կամ ընտրել ինչ-որ մեկին, որ չեն սիրում կամ չէին ուզել նա ուղղակի երեխա ունենալու համար, որ այնքան էլ ազնիվ չի հենց առաջին ինքդ քո հանդեպ։ Պահպանման ժամկետը որքան է ձվաբջիջի։ Անսահման երկար, 15-20 տարի եւ ավել կարելի է պահպանել։ Ամերիկայում մի դեպք կար, որ այդ ժամանակ իհարկե սաղմիկ էին պահպանել, սաղմիկի որդեգրում շատ ակտիվ ընդունված է Ամերիկայում, հիմա Հայաստանում էլ է դա հնարավորություն տալիս զույգերին, որ դոնորական բջիջների եւ սաղմիկներ ունենան, երբ որ օրինակ զույգեր կան, որոնք
որոնք որ հրաժարվում են իրենց սաղմիկներից, մնացած ունեցել են բալիկներ, իրենք կարող են իրենց սաղմերը նվիրաբերել այլ մարդկանց։ Ձվաբշի կարող է կինը սառեցնել մինչև քանի տարեկան։ Մեր օրենքով կար սահմանափակում, հիմա հանել էին, համարվում էր մինչև 53 տարեկան կինը կարող է ինքնուրույն կրել, 53-ից 55 տարեկան միայն փոխնագմոր միջոցով, բայց դրանից ավել արդեն ոչ, հիմա այդ սահմանափակումը հանվել է, այսինքն կինը յուրաքանչյուր տարիքում, եթե չունի հակացություն, իհարկե ավելի բարձր տարիքում հիմնականում դա փոխնագմոր օգնությամբ է լինում, բայց եթե կինը չունի հակացություններ, ինքը կարող է պլանավորել հղիություն թեկուզ փոխնակ մայրիկի օգնությամբ։ Հայաստանում այդ միջամտությունը որքան հաճախ է հիմա արվում, ձվաբշի սառեցումը։ Ես գիտեմ, որ արդեն գինեկոլոգներն էլ խորհուրդ են տալիս նախկինում այդպիսի բան չկա, որքան հաճախ է, որքան տարածված է հիմա։ Իրականում շատ տարածված չի։ Հիմա կան կանայք պացիենտներ երիտասարդ, ովքեր որ ցավոք սրտի ունենում են ուռուցքային, օնկոլոգիական հիվանդություններ եւ արդեն օնկոլոգները քիմիոթերապևտներն են իրենց ուղղորդում ձվաբջիջ պահելու։ Շատ լավ է, որ արդեն այդ ուղղորդումը կան։ Այն որ դեպքերում են ուղղորդվում։ Ամենակարևորը դա օնկոպտղաբերությունն է, օնկոֆերտիլիզմն է, որը որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է, որովհետեւ բոլոր կլինիկաներում արդեն ձվաբջիջներ պահել կամ սաղմ պահելու այդ տենդենցիան կա եւ ամենակարևորը երբ որ դրանում համոզված խոսում են պացիենտի հետ ոչ միայն ռեպրոդուկտոլոգները, այլ հենց իրենց բուժող բժիշկները, օնկոլոգները եւ քիմիոթերապևտները միջև քիմիայի process-ները սկսել կամ միջև վիրահատությունն ենք այդ ամենը անում։ Ինչ վերաբերում է ուղղակի երբ որ կինը գալիս է սառեցնելու, դա մի քիչ դժվար է, դեռ մեր մենտալիտետում խնդիր կա մեր այսպես կոչված կուսության պահպանման խնդիրը, քանի որ ֆունկցիան ձվարանների դա ներհեշտոցային տվիչով է կատարվում, այսինքն երբ որ բժիշկը այդտեղից հանում է ֆոլիկուլյար հեղուկը ձվաբջիջներին, վնասում է կուսաթաղանթը։ Երբեմն կանայք դեռ պատրաստ չեն կուսությունից զրկվել հանուն ձվաբջիջ պահպանելու եւ հանուն իրենց մայրությունը պահպանելու։ Բավականին լուրջ մտավախություն է, ասեմ ձեզ, որովհետեւ կային բուժառուներ, որ միայն հրաժարվեցին հենց այդ բանը իմացան, որ այդպես է արվում տեխնիկան։ Քնած, այո, ֆունկցիոն ցավոտ պրոցեդուրա է, այդ իսկ պատճառով ներերակային անզգայացնում ենք, այսինքն թմրեցնում ենք պացիենտներին, որ ցավ չզգան։ Չնայած կան պացիենտներ, ովքեր որ երբ որ մեկ ֆոլիկուլ են ունենում կամ չեն ցանկանում, իրանց կարելի է նույնիսկ առանց քնացնելու, բայց իրականում ցավոտ է։ Հայաստանում որքան արժե այդ միջամտությունը։ Արտամարմնային բեղմնավորումը։ Չէ, ձվաբջիջ սառեցումը։ Կախված է ձվաբջիջների քանակից, դա կարող է լինել մոտ 300 քանի հազարից մինչև օրինակ 800 կամ 900 հազար։ Մոտավորապես գներն են ամբողջ Հայաստանում։ Նաև հետաքրքիր ձվաբջիջի եւ սերմի դոնորության հանգամանքը, ինչ է դա իրենից ներկայացնում եւ որ դեպքերում է կիրառվում։ Դոնորական բջիջներ հիմնականում կիրառում են, երբ զույգից ինչ որ մեկի մոտ կան խնդիրներ, այսինքն կամ կնոջ ձվաբջիջներն են ոչ որակյալ կամ չեն արտադրվում կամ տղամարդու մոտ ոչ մի տարբերակով սերմ ստանալ հնարավոր չի լինում։ Այդ ժամանակ կգալիս են մեզ օգնելու դոնորները, թե ձվաբջիջի, թե սերմի դոնորները, եւ ասեմ ձեզ, դոնորները իրենց սերմ եւ ձվաբջիջ հանձնելու համար վարձատրվում են, բայց անկախ ամեն ինչից իրանք շատ մեծ եւ կարեւոր գործ են անում, որովհետեւ իրենք տալիս են հնարավորություն նոր կյանքերին ծնվելու։ Հիմա պատկերացնենք այսպես, տղամարդը եւ կինը ամուսիններ են, կնոջ դեպքում ձվաբջիջ, տղամարդու դեպքում սերմը խնդիր ունի, բայց իրենք ուզում են միասին ունենալ երեխա։ Գալիս են, դիմում են, դուք առաջարկում եք ձվաբջիջ կամ սերմ X մարդու։ Եվ այդ զույգը չի իմանում, թե ում ձվաբջիջն է կամ սերմն է։ Եթե ինքնությունը չի իմանում, բայց որոշակի հատկանիշներ ամեն դեպքում կարող է իմանալ։ Պարտադիր, որովհետև նկարագիրը, մասնագիտություն, այրան խումբ, գենետիկորեն հետազոտված են լինում, դոնորները բոլորը լինում են բարետես, հատուկ նույնիսկ ձվաբջիջի դոնորների համար հատուկ սանվանվել է հասակի ցենզա, որ 1.60 եւ ավելի հիմա պետքա լինեն, որ ավելի, այսպես ասած, պահանջված լինեն։ Այո։ Եվ իհարկե ողջունվում է բարձրագույն կրթությունը, այդ ամենը մենք դոնորներին հետազոտում ենք մանրակրկիտ, նոր վերցնում ենք իրենց բջիջները այլ պացիենտներին առաջարկելու համար։ Հայաստանում հոգեբանական դժվարություններ չկան այդ թեմաներով։ Կան, միշտ կան այդ դժվարությունները,
բայց հոգեբաններին ցավոք սրտի հայերս մի քիչ դժվարությամբ ենք դիմում։ Զգում եմ վերջերս տենդենցիան կա, բայց ամեն դեպքում համարում եմ, որ հոգեբանը իրենց չի օգնի։ Հիմա պատկերացնում եմ, որ երևի շատ դժվար է եւ կնոջ համար, եւ տղամարդու համար։ Կնոջ դեպքում իմանալ, որ անծանոթ մեկի սերմն է, տղամարդու դեպքում առավել եւս։ Ամեն դեպքում պահանջված է։ Այո, գիտեք, իրանք երբ որ զույգերը անցնում են շատ ծանր ճանապարհ, միանգամից չեն գալիս դոնորական ձվաբջիջին կամ դոնորական սերմի կիրառման։ Դա նշանակում է իրենք իրենց մեջքի հետևում ունեն այնքան չստացված էկոներ, այնքան չստացված փորձեր, այնքան անքուն եւ լացած գիշերներ, որ այդ ամենը միանգամից չի որոշում, որ այ հիմա ես ուզում եմ սա անեմ։ Իրենք արդեն դրան շատ դանդաղ են գալիս են իրենց վատ փորձից, որովհետեւ ոչ մեկ իհարկե կան հազվադեպ դեպքեր, որ ի սկզբանե պարզա որ պետք է լինի դոնորական, բայց իրանք բացառություն են։ Բոլորի համար է հոգեբանական ստրես է, բայց ասեմ ձեզ, երբ երեխան ծնվում է եւ երբ կինը օրինակ կրում է, անկախ որ դոնորական ձվաբջիջով է սաղմիկը ստացել, իր ներսում բալիկին եւ ծնունդ է տալիս, շկապը ստեղծում է, այդ բջիջը որտեղից է կորում է դա, որովհետև կնոջ համար այդ ամբողջ 3 կիլոյանոց հրաշքը իր մեջ է մեծացել եւ ինքն է իրեն ծնունդ տվել եւ այդ երեխայի համար միակ մաման հենց ինքն է, ոչ ուրիշը։ Դրա համար, երբ որ երեխային գրկում են, մոռանում են եւ կան էպիգենետիկ ֆակտորներ էլ, որը որ այնքան ուզում են, որ երբեմն լինում է, որ երեխան նման է լինում այն մարդուն, ում օրինակ բջիջը փոխարինվել է, հա, որ ես որպես բժիշկ չիմանամ, որ այդպես է, ես կասեմ հնարավոր չի, հստակ կամ հայրը կամ մայրը շատ նման են լինում։ Նաեւ միայնակ կանանց դեպքում երևի դա շատ կիրառվի, եթե կինը չունի կողակից, ուզում է շատ մայրանալ եւ կանանց դեպքում տարիքն էլ անսահմանափակ չի, հավանաբար նաեւ այդ դեպքերում են դիմում։ Իհարկե, եւ նաեւ հիմա էլի պետությունը աջակցում է նման կանանց, ովքեր որ ուզում են միայնակ պլանավորել մայրությունը, փոխհատուցում է, այո, ներարգանդային սերմնավորման, հետազոտման, այդպիսի այդ փուլերը փոխհատուցում է պետությունը։ Որքան հաճախ է հանդիպում, երբ տղամարդը գալիս է, կին չունի, բայց ուզում է երեխա ունենալ։ Այդպիսի դեպքեր Հայաստանում։ Այո, կան Հայաստանում, ավելի հազվադեպ է լինում, բայց կան, որոնք իրանք նույնպես տղամարդն էլ ունի իրավունք երեխա ունենալու, նույնիսկ միայնակ։ Չի գտել իր այսպես կոչված կեսին կամ այն մարդուն, ում հետ ընտանիք պետք է կազմել, բայց անպայման իր մեջ այդ հայր լինելու ցանկությունը շատ մեծ է։ Իհարկե, ունենք դեպքեր։ Այո, իհարկե ունենք դեպքեր։ Հիմնականում 35+ տղամարդիկ են լինում։ Տարեկան կտրվածքով քանի այդպիսի դեպքի հետ եք դուք առնչվում։ Մոտ 3 կամ 4, բայց իրանք հղիությունը դոնորական ձվաբջիջներով են անում եւ փոխնակ մորօգնությամբ։ Փոխնակ մայրերի մասին պահանջարկը վերջին տարիներին մեծացել է, ինչպես հասկանում եմ, ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ մեր օրենքը ամեն դեպքում թույլ է տալիս փոխնակ մոր ծրագրերի կիրառումը մեր պետությունում, որովհետև շատ պետություններ թույլ չեն տալիս եւ բացի դրանից մեր մոտ փոխնակ մայրը չի համարվում մայր, օրինակ ինչպես Ռուսաստանում, հա, փոխնակ մայրը իրավունք ունի պահել Ռուսաստանում երեխային եւ չտալ, որովհետև ինքը համարվում է անկախ որ իր հետ կապ չունի ընդհանրապես այդ սաղմը, այդ բալիկը գենետիկորեն ոչ մի կապ չունի, քանի որ ինքը ծնունդ է տվել բալիկին, ինքը իրավունք ունի ծնողներին կենսաբանական չտալու։ Իսկ Հայաստանում այդ օրենքը կենսաբանական ծնողների օգտին է, այսինքն փոխնակ մայրը համարվում է իրենց օգնող այն մարդը, որը որ երեխային լույս աշխարհաբերել, բայց չի կարող պահել։ Ավելի արդար է, որտեղ եթե պայմանավորվածությունը ի սկզբանե ստացվում է, որ այդ մարդկանց գեները մեկ էլ մի ուրիշ մարդ ասում է, գիտեք։ Այո, ասում են, որ չեմ տալիս, ու ոչ մեկ չի կարող ասել, որ դու պետք է տաս, որովհետև դա քո երեխան չի։ Հայաստանում դա օրենքով կարգավորվում է, չէ՞։ Այո, Հայաստանում կենսաբանական ծնողների օգտին են տվյալ օրենքները, այսինքն փոխնակ մայրը իրավունք չունի պահել երեխային։ Ծննդաբերելուց ամիջապես հետո երեխան հանձնվում է։ Այո, հանձնվում է, բայց տարբեր են լինում, որովհետև շատ հաճախ գիտեք, չէ, փոխնակ մայրիկներ իրականում այնքան մեծ օգնություն են այն կանանց, ովքեր որ ինքնուրույն չեն կարող մայրանալ եւ իրանք շատ կարեւոր գործ են անում, անկախ նրանից, որ իրանք դրա համար գումար են ստանում, որ իրենց խնդիրները լուծեն, իրանք շատ մեծ բարի գործ են անում։ Շատ բարդ բան է դա եւ հոգեբանորեն է շատ բարդ եւ ֆիզիկապես։ Ամենակարևորը, որ իրանք չեն վաճառում իրենց երեխաներին, գիտեք, չէ, մեր այդ միֆերի
խնդիրներից եւ կարծրատիպերից մեկը այն է, որ խեղճ փոխնակ մայրիկներին տարբեր եթե նայեք սոց խմբերում, հարթակներում, հա, միշտ քննարկում են, քննադատում են, որ երեխաներ են վաճառում, իրանք երեխա չեն վաճառում, իրանք տվյալ մարդկանց երեխային պահում են, պահպանում են, մեծացնում են եւ վերադարձնում են այդ ծնողներին։ Շատ հաճախ նույնիսկ այնքան մոտ են դառնում, ընկերանում են փոխնակ մայրիկի հետ, որ հարազատ մարդ է դառնում տվյալ մարդը ընտանիքի համար։ Պարտադիր, առանց պայմանագրի դա կան այդ պայմանագրում։ Դա ընտրում են թե փոխնակ մայրը, թե զույգը, որովհետև կետերը կարան բազմաթիվ լինեն, սկսած ուտելիքից, սկսած պահվածքից եւ գումարային վարձատրությունից, այսինքն կետերը տարբեր են, այսպիսի մի պայմանագիր չկա ստանդարտ, որ ասենք այ այս միակ պայմանագիրն է, որով կնքվում են, որովհետև ցանկությունները եւ փոփոխությունները ամեն մի կողմը կարող է Փոխնակ մոր աջակցությունը կարող է զույգը ընտրել, թե դա ցուցումով է լինում, օրինակ կինը չցանկանա կրել երեխային, դիմեն, որ փոխնակ մոր միջոցով լինի, թե միայն առողջական որոշակի խնդիրների, որոշակի ցուցումների դեպքում է արվում։ Օրենք կա այդ հարցում։ Օրենքով հիմա առաջ այնպես էր, որ եթե չի ցանկանում կարող է չկրկել, բայց հիմա օրենք կա բժշկական հստակ ցուցումներով, եթե կան հակացություններ, կինը չի կարող կրել, ընդ որում կան նաև հակացություններ հոգեբանական, երբ որ պետք է լինում նոր հոգեբանի եւ հոգեթերապևտի նաև եզրակացություն, որ չի կարող, բայց հոգեբանորեն պատրաստ չի կրելու։ Այդ կանայք նույնպես կարող են, իհարկե, եթե տեղեկանք բերում է համապատասխան մասնագետից, որ ինքը ունի այդ խնդիր, դա հիմք է փոխնակ մայրության ծրագրին դիմելու։ Ընթացակարգը ինչպիսին է, այսինքն զույգը գալիս է համապատասխան կենտրոններ եւ կենտրոնն է առաջարկում փոխնակ մորը, ինչպես է դա տեղի ունենում։ Դուք ունեք ձեզ մոտ մարդիկ, որոնք առաջարկում եք, թե զույգը պիտի սպասի, դուք այդ ընթացքում գտնեք, ինչպես է այդ ընթացակարգը։ Կենտրոններում էլ կարող են դիմել փոխնակ մայրության այդ ծրագրերին, բայց կան թե անհատ, թե միջնորդ կազմակերպություններ, որոնք որ շատ կան, որոնք որ հետազոտում են ոտքից գլուխ փոխնակներին եւ իրանք օրինակ եթե գալիս է կենտրոն տարին քիչ քանակության փոխնակ մայր, իրենց մոտ երևի օրը 2-3 եւ ավելի փոխնակներ են գալիս, որոնցից մաղվում ընտրում են առողջները, լավելը, շատ մարդկային հատկանիշներ են, նաեւ կարևոր ոչ միայն որ կինը առողջ լինի, այլ ազնիվ լինի, հոգեբանական իրենք թեստավորում են անցնում։ Պիտի մեկ երեխա գոնե ունենա, չէ՞։ Պարտադիր եւ պատրաստ լինի այդ հոգեբանական տեստերը ցույց են տալիս, թե արդյոք ինչպես կվերաբերվի ինքը երեխային։ Պետք է լինի հոգատար, բայց ոչ այն աստիճանի, որ հետո իր համար ստրես լինի եւ ուզենա պահել երեխային, եւ պետք է այնպես հոգատար լինի, որ անտարբեր չլինի, բայց այնպես չլինի, որ չցանկանա տալ։ Միջև 35 տարեկան հիմա բարձրացել է շեմը միջև 38 տարեկան 38 տարեկան կարող է կինը որպես փոխնակ մայր պետությունը փոխհատուցում է թե զոհված ծնողների ծնողներին է փոխհատուցում Եթե ամեն դեպքում զույգը ուզում է փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ որքան Հայաստանում դա կարժենա եթե ընդհանուր ես գիտեմ որ դրա փուլերով է չէ նախապես պայմանավորվում են վերջում որոշակի ընդհանուր առմամբ որքան գումար կծախսի Եթե հաշվարկենք արտամարմնային բեղմնավորման արժեքները ամենը փոխնակի ծառայությունը միասին կարող է մոտավորապես մոտ $25,000 կամ $30,000 չափ զույգը ծախսել փոխնակ մորը Բայց դա անհամեմատ է այդ գինը արտասահմանում արվող գներին եւ ես գիտեմ որ մարդիկ գալիս են Հայաստանում բայց նաեւ օրենքը կարգավորել է որ արտասահմանից չեն կարող ծառայությունից օգտվել Բայց հիմա կան այդ կազմակերպություններ տեսեք դրա օրինակ կլինիկաները դրանով չեն զբաղվում բայց տվյալ կազմակերպությունները իրենք կարողանում են իրենց համագործակցող տարբեր կազմակերպությունների հետ փոխնակ մայրիկներ գտնել ԱՊՀ երկրներից այլ երկրներից եւ տրամադրել այն զույգերին արտասահմանցիներին ովքեր որ չեն կարող ունենալ հայ փոխնակ մայրիկ, քանի որ մեր օրենքը դա էլ փոփոխություններից մեկն է, որ թույլ չի տալիս արտասահմանցիներին ունենալ փոխնակ մայր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Փոխնակ մայրության հետ կապված էլ այդ հարցերը միշտ կան, արդյոք կրող կնոջ կողմից որոշակի բաներ փոխանցվում են թե չէ, բայց դուք դա ասացիք, ես կուզեմ որ նորից ասեք, որ զույգերը իմանան, որ ամեն դեպքում ամբողջովին իրենց երեխան է։ Այո, զույգերի կենսաբանական ծնողների երեխան է եւ դա
ծննդաբերությունից հետո ստուգվում է, որովհետև եթե փոխնակմարն է հանձնում արյուն, որպեսզի այսպես ասած մայրություն, հայրություն եւ ազգակցական կապ հաստատեն, թե երեխայից են վերցնում եւ ծնողներից մեկն է կարող է հանձնել, եթե ցանկանա։ Դա պարտադիր հետազոտություն է, այսինքն փոխնակ մայրը իր բջիջները սեռական բջիջներով չի այդ բալիկը ձևավորված։ Եվ փաստաթղթերով ինչպես է դա ամրագրվում։ Այդ ամենը ֆիքսված է, դա որովհետեւ միանգամից հայրությունը ճանաչում, հայրը ինչպես է դա տեղի դա արդեն իրավաբաններն են անում ծննդաբերությունից հետո հենց ծննդատան իրավաբանի հետ միասին, որ կարողանում են ստանալ եւ ծննդյան վկայական, որտեղ նշվում է ծնողների անունները, ովքեր որ երեխայի կենսաբանական ծնողներն են։ Դա մի քիչ իրավաբանական մասն է, կարող է ես մի քիչ շատ ճիշտ չպատասխանեմ։ Կանանց աղջիկներին եւ նաեւ տղամարդկանց ինչ խորհուրդներ ունեք, որ իրենք հետևեն, որպեսզի անպտղության խնդրի առջև չկանգնեն։ Իրականում շատ կարեւոր է սեփական առողջությանը հետևելը եւ հատկապես երիտասարդ տարիքի աղջիկները, տղաները, ովքեր որ սկսում են սեռական կյանքով ապրել, անպայման դա անեն պաշտպանված։ Քանի որ հիմա արդեն սեռական կյանքը ավելի շուտ են սկսում, անկախ ամեն ինչից մեր ավանդապաշտ լինելուց եւ շատ կարեւոր է որ իմանան ճիշտ պաշտպանվելու մեթոդները, երբեք չհամաչեն հարցնել, որովհետեւ անգամ համացանցում տարբեր բժիշկներից եթե հարցնեն բոլորը հստակ կպատասխանեն իրենց ինչպես կարելի է պաշտպանվել, եթե նույնիսկ իրենք ամաչում են գնալ բժշկի։ Շատ կարևոր է դա, քանի որ ինֆեկցիաները երիտասարդ օրգանիզմի համար կարող են իրականում ճակատագրական լինել։ Եվ իհարկե հետևել առողջության այն առումով, որ սիրել իրենց մարմինը, հետևել առողջությանը եւ եթե ինչ-որ խնդիրներ կան, անպայման ժամանակին դիմել բժշկի, չհետաձգել։ Վերջին տարիներին չի փոխվել այս մոտեցումը, թե էլի նույնն է, վերջին պահին են դիմում, երբ դանակը ոսկորին է հասնում։ Դա մեր բնավորությունն է դեռ, քանի որ մեզ մոտ պրոֆիլակտիկ, այդպես ասած, զննումները, պրոֆիլակտիկ բժշկությունը ցավոք սրտի այնքան էլ զարգացած չի։ Դեռ օրինակ աղջիկների մամաները կարող են ավելի երիտասարդ տարեքում 18-19 տարեկանում երբ որ աղջիկներին ստուգեն տեսնեն որ ձվարանների պաշարը արդեն շատ ցածր է մի քանի ֆոլիկուլներ ունի իրենց աղջիկը որը կարա օրինակ սառեցնի պահպանի ձվաբջիջները այսինքն 19-20 տարեկանում ինչպես կարող են ենթադրել մարդիկ դրա համար պետք է ուղղակի որպես ինֆորմացիային եթե տիրապետեն իրենք էլ կսկսեն հետազոտվել օրինակ նույն տղաները 16 տարեկանում կարծեմ սկսում են արդեն բանակային այդ հետազոտությունների մեջ նաև սերմի քննություն են հանձնում, որպեսզի հասկանան ինչպիսին է սերմը։ Դա շատ կարևոր է, իսկ աղջիկներին այդպիսի հետազոտություններ ես չեմ կարող ասել, որ հստակ տանում են, եթե ես սխալվում եմ, շատ ուրախ եմ, եթե ծնողները հստակ տանում են, հստուգում են, որովհետև գիտեք 20 տարեկանում աղջիկը եթե ցածր պաշար ունի, իր ձվաբջիջները ավելի լավ որակի են եւ շանսերը ավելի մեծ են, քան օրինակ 20 տարեկան աղջիկը կարող է 30 տարեկանում ունենա վաղաժամ դաշտանադադար։ Օրինակ, հա, եթե արդեն ինքը 20 տարեկանում ունի խնդիր եւ հատկապես այն ծնողները, այն մամաները իրենք գիտեն ում մոտ որ վաղաժամ է եղել դաշտանադադարը, ասենք 30 երեխաներին շուտ աղջիկներին այդ 19-20-21 տարեկաններ հետազոտեն, որպեսզի հասկանան ինչպիսին է, որտեղ առաջ ավելի շուտ էին ամուսնանում, ես այդպիսի պացիենտներ ունեի, որ մայրիկների մոտ ասենք 33-35 տարեկանում դաշտանադադար էր, բայց մայրիկը քանի որ 18 տարեկանում էր ամուսնացել, ինքը արդեն մի 3 երեխա ուներ։ Դա իր համար խնդիր չէր, բայց դա խնդիր էր արդեն իր աղջկա համար, որը այդ խնդիր ուներ 30 քանիսում արդեն գրեթե ձվաբջիջներ չուներ։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում, կարող եք ձեր մասնագիտական դաշտից ասել։ Ամենաբարդ խնդիրը երևի այն պացիենտների հետ խոսելն է ու ճիշտ խոսքեր գտնելը ում մոտ չի ստացվել։ Որովհետև դա իսկապես մեր բժշկության մեջ ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Ինչպես ասել պացիենտին, որ նա չհուսալքվի եւ նորից ուժ ունենա միասին պայքարելու։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը, էլի մասնագիտական ասեք։ Կսահմանեի պրոֆիլակտիկ տարեկան զննումները պարտադիր բոլորի համար, թե կանանց, թե աղջիկների եւ ոչ միայն վերարտադրողական առումով, այլ այն բոլոր խնդիրների առումով, որոնք որ հետագայում կարող են թե բերել անպտղության, թե բերել առողջության վատացման ու կամ կորստի։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը։ Իրականում 44 օրյա պատերազմից հետո ամենաազդեցիկը դա երբ որ զինվորի մամաներն են աղյանում։ Երբ որ իրենց բալիկների հետ գալիս են, այդ ամենաազդեցիկն է։
Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Ես շատ սիրում եմ կարդալ ու տարբեր նույնիսկ իրարից թե դասական, թե դետեկտիվ, թե մոտիվացնող տարբեր գրքեր եւ թե ամենակարևորը Աստվածաշունչը, ուզում եմ ասեմ, չեմ կարող ասել մեկ գիրք, երևի ամենակարևոր գիրքը Աստվածաշունչն է։ Եվ իհարկե մասնագիտական գրքերը, որոնք որ շատ են կարդում։ Ֆիլմը, Մայրիկն եմ շատ սիրում։ Անի Վերնոյի Մայրիկ ֆիլմն եմ շատ սիրում եւ ամեն տարի նայում եմ։ երաժշտական կատարումը։ Եթե դասական երաժշտության կատարողներին չնշեմ, որովհետև շատերն են սիրում, ժամանակակից երաժշտության իմ համար նոր, այսպես ասած, խմբեր կան, որոնք որ շատ հետաքրքիր են, օրինակ մեկը հենց Նեմրանա, որ շատ եմ սիրում ու շատ եմ իրենց լսում։ Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Կախված ինչպես են նայում։ Եթե պացիենտ է լինում, իրականում իրանք գալիս են հույսով, հավատով, որ անպայման ես իրենց պետք է օգնեմ, հատկապես երբ որ ուղղորդված են լինում այնպիսի զույգերից, ովքեր որ հղիացել են, միշտ այդ հայացքում տեսնում ես, որ այնքան հավատով է եկել, որ ամեն ինչ պետքա լավ լինի ու ամեն ինչ ու իրեն պետք է օգնես։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։